Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, այսինքն YouTube-ին վիդեոն որ տեսնում եք, տակը սև գիծ կա, դա սեղմում եք արդեն բաժանորդագրված եք։ Սեղմեք like եւ գրեք ձեր ցանկությունները։ Եվ կարող եք կիսվել ձեր ընկերների եւ բարեկամների հետ, բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունները։ Սկսենք ամենաառաջինը Հայաստանից մի քանի լուրով։ Նախ ասեմ ձեզ, որ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին նշանակել են Երևանի ոստիկանապետ եւ փոխնախարար ներքին գործերի։ Ուրեմն, քանի որ Երևանում այս բարդակը մցվել է, ոչ մեկին տիրություն չի անում, մորական սպանություններ, կրակոցներ, գնդակահարություններ, մարդու առևանգում, ես իմ դեղ եւ այլն, եւ նոր եկած նախարար ինչ էր անունը այն մարդ Սրբույր Արփինեն ոչինչ չի կարողանում անի, բերել են մի հատ ուժեղ տղա, որ իրան միշտ ցույց է տալիս Լոռու մարզպետը, նախկին ոստիկան, որը աչքի անգնում իրեն համարում է Շվարցնեգեր, այսինքն պետք եղավ դիակների վրայով կանցնի հանուն Նիկոլ Փաշինյանի կամ հանուն իր պոստի, բերել են ղեկավար։ Ուրեմն միանգամից ասեմ, Արամ Ղազարյան, եթե դու շարունակելու ես այն գործը, ինչ որ արել են քո նախորդները, դու ավելի բետար վիճակի կհասնես, որտեղ սա ընտրության արդեն քարոզ արշավը սկսված է, բոլորը ոչ թե պաշտոնապես չի սկսվել, բոլորը Լյովիկ Քոչարյանը գնացել է յուղերը, ես եմ այնտեղ Նիկոլն ա գնում, այս մեկն ա գնում, այն մեկն ա գնում։ Այսինքն, եթե դու սկսես հիմա ջարդը որպես Նիկոլի, էլի Նիկոլը քեզ էլ ա գցելու, վերջնականապես փչացնելու են, քեզ գցեն ոնց որ Արգիշտին, ոնց որ մյուսներին։ Պարզ է, դրա համար դու պիտի ավելի լավ լինես, ոչ թե ցույց տաս, որ դու ուժով պարապած տղա ես, բան վերջի ոստիկանն ես, որ կարաս ջարդելով անցնես ամեն ինչի վրով, այլ պետք է շրջահայաց լինես, որ Նիկոլի գնալուց հետո դու մնաս որպես մարդ։ Սա իրականությունն եմ ասում, սա ուլտիմատում չի, սա ուղղակի դիմում է, կոչ է։ Դու մնաս մարդ, հակառակ դեպքում Նիկոլի գնալուց հետո, եթե դու սկսես ուժ կիրառել, ինչպես քո ծանոթներն են ասում, բնավորությամբ դու ամեն ինչի դեմ չես կանգնում, ուժով, որ ոնց ուզես անես, ջարդես քո ասածին հասնես, այս երկիրը էլ այդպես չի լինելու։ Ձեր Նիկոլի հետ կարաք մի երկու բան անեք, բայց այս չի լինելու։ Մեղքը գցելու են ձեր վրա, հենց այնպես չի, որ մարդկանց հանում են, հենց այնպես չի, որ արգիշտ փախցնում են, ձեզ են բերում, դնում են պոստին վերջում։ Պարզա։ Անցնեմ սրանից մեկ այլ հարցի, ուզում եմ անդրադառնալ Վալերի Մեժլումյանին, որը Հայաստան են դբալավը, հանքերի թալանն անում, Ռուսաստանի հետ մեկտեղ, որի փայերը Քոչարյան Սերժ եւ Ռուսաստանն է, իր Ալավերդու ամբողջ մոլիբդենի եւ մնացածի անվտանգությունը հանձնել է իբր թե երկրի դեմ, բա Մեժլումյանը քանի կար Սերժի հետ քիփ, ճիշտ է, հա։ Բա Մեժլումյանը Ռուսաստանի մարդ Քոչանի հետ քիփ։ Բայց այսօր Մեժլումյանը վերել է ախրանի եւ այդ անվտանգության ամբողջ համակարգի պետանշանկել Շարմազանովի աղբորը, որը ոստիկան է, բոլորս գիտենք։ Ու սրանք սկսել են ժողովրդի կեղեքում այն ձևով, որ ինչպես ներկայացնում են Ալավերդու մարդիկ, Ալավերդու մարդ չկա, գործ չկա, ստիպված ունենց վիճակ են ստեղծում, որ օդ չլինի մարդկանց շնչելու, կամ կոպեկով պետք է գնա իր մոտ աշխատի, կամ թողի քաղաքից գնա, մարդիկ քաղաքից լրիվ դուրս են եկել։ Այսինքն հայրենիքի դատարկում։ Բա Շարմազանով ընկած մենակ Նիկոլես քրվում Սերժես բարձրաձայնում, բա ախպերդ Նիկոլի մարդու հետ ու ձեր մարդկանց հետ Նիկոլ, բա Սերժին ես դու էլ ասում նախկին չնաս դու վաղուց նախկին ես։ Բայց ինչ է կատարվում Ալավերդիում, հա? Էս ինչ է կատարվում Ալավերդիում։ Դուք մարդկանց մղում եք, որ սոված են կամ գողության, կամ երկրից փախնելու։ Եթե դու մարդուն հաց չես տալի, գործ չես տալիս, դուրս ագաս այդ մարդը երկու տարբերակ ունի երեխուն հաց տանելու համար կամ իր հաց ուտելու։ Կամ պետք է գողություն անի, կամ պետք է երկրից գնա։ Բա Նիկոլ Փաշինյանն էստեղ արձագանքի։ Հազիվ քո կարճ խելքով ընկել ես վեհապարների հետևից կնիկ ունի, աղջիկ ունի, էսի չունի։ Դու էլ որ ունես ոչ մեկ գրանցված չի ու քոնը չի, ոչ ֆիզիոլոգիապես, ոչ դեմքով, ոչ գենետիկայով քեզ նման չի, ինչ անենք։ Եվ այս շարունակությամբ Ժորժ ջան, ուզում եմ ասել, որ երկրի քանդման ծրագիրը վերջին հասցնելու համար այս փորձում են օրենք մտցնել մեղվաբուծության մասին եւ նրանց մտցնել հարկային դաշտ։
Հարգելիներս, այս երկրում ինչքան փորձել են օրենք մտցնել իբր մարդու վիճակը լավացնել, միշտ վատն է եղել։ Ոչ մի անգամ չի եղել, որ Հայաստանի Հանրապետությունը 35 տարվա մեջ օրենք մտցնի, որով Հայաստանի քաղաքացու վիճակը լավանա։ Միգուցե փորձեք ավելի շրջահայաց լինել, օրենքները մշակելու ծնես չանեք, որ ժողովուրդը հիմա էլ մեղվագործներին հանեք երկրից վտարեք։ Հանքագործներին վտարում եք, երիտասարդությանը վտարում եք, սրան վտարում եք, նրան վտարում եք, մեղվագործին վտարում եք։ Ձեր ուսածը թուրքա-ջուդական կրեմլյան պրոյեկտն է Հայաստանը դատարկել, չի ստացվել։ Խայտարակություն։ Ուզում եմ անդրադառնալ նաև Orange-ի AM կարծեմ, Orange-ում են որ տուն ասարկում, եթե սխալվում եմ AM գրուպա ֆիրմայա construction-ը ինչա։ Այդ ներկայացուցիչին այսօր նայեցի մարդկանց հետ ոնց է խոսում։ Ուրեմն ես չեմ ուզում պիտակավորում, որակավորում տալ, բայց մարդ, որ եկել է իբր իրավաբանը մարդկանց հետ խոսելու, շատ հեռու է իրավաբանությունից։ Հարգելի պարոն կամ չհարգելի, ուղղակի պարոն, դուք որ մարդկանց հետ ինչ եք ասում, մարդիկ ասում են սեփական տների միջև հսկայական շենք եք գցում։ Ես բացատրեմ ձեզ, քանի որ ես մանումենտ 53 փողոց ապրած եմ 51 փողոցում, հետո մեզ տուն տվեցին եւ մեր մանումենտի հարևանները, որ մինչեւ այսօր ապրում են այնտեղ սեփական տան, բազմաթիվ դժգոհությունները ու իրականում մենք տեսնենք։ Նախ սեփականների քիփ տներ են, սեփականներին քիփ բարձրացած բարձրահարկը դիմացի շենքերին, տաներին ընդհանրապես զրկում է արևի ընկնելուց, հիմա կասեք արևը ֆռռում է, հասկացանք, մարդիկ այգի ունեն, տուն ունեն, տունը դառնում է ծամակ մի քիչ անկյունային եղավ պատվանը։ Երկրորդը, մարդկանց այս ամբողջ գործողությունների մեջ կանգնի ասում ես մարդիկ ինձ շանտաժ են անում։ Մեր բանի հետ ֆիրմայի հետ խոսել էին, որ իրանց ուզածը չեն արել, հիմա հելել են ցույցի, որ ուզած անային չեք հելի, չէ՞ ցույցի։ Պահրոն ես, չգիտեմ ոնց ձևակերպեմ, ախր դու փաստաբան ես, իրավաբան ես, բա տենց է, բա մարդ իր շահն ունի, դու գալիս ես իմ տան դիմաց, արևը փակում ես, դու ինձ պիտի շանս տաս, շահ տաս, որ ասեմ, ասենք յոթ ջան, ասենք, տունդ եթե արևը փակվում է կամ 50 մետր կամ 20 մետր կամ x քանակությամբ 5 մետր, 10 մետր քո հողից վերցնում եմ, 100 մետր կամ այդ հողը դառնում է պիտանելի չի լինում, ձմեռը ցուրտ էնել առինջը ոչ բանը մեղրու արաքսիատն է, որ 484 մետր լինի, ծովից բարձր միշտ տակ, ոչ էլ դեղցուտ գյուղն է Շամշադինի, որ լինի 482 թե 492 մետր, որ միշտ շոգ լինի։ Դա առիջն է, Երևանի բարձր մասն է ավելի, 1100-1200 մետր բարձրություն, այդ ոչ 1300։ Այդ ձմեռը ցուրտ ալում, դու դներ շենքը փակես արևը, մարդ ինչ անի, բա շահ պիտի ուզենա, ասում այ տեսեք, եթե դուք շահ չհետապնդեք, ուրեմն ձեր գործը էս է։ Եվ հաջորդը ինչ ասում։ Ասում եմ, ես տեղյակ չեմ, կանալիզացիան կգնա ընդհանուրով, թե նորը կկառուցել։ Այն ջան, բա որ դու տեղյակ չես, էլ ես մարդկանց ձև ես տալիս եւ շաբան ես անում, այ տեսեք դուք շամոլ եք, շանտաժ եք անում։ Շանտաժը գիտես որն է։ Դու ինչի իրավաբան տեղով շանտաժը չես տարբերում։ Շանտաժը այն է, որ քեզ անընդհատ մի հատ բան ցույց տան, շանտաժ անեն, փող փոխեն, բայց այս մարդիկ ինչ են ասում։ Կամ մեր բնակարանային պայմանը բարելավեք, հա, կամ շինությունը տենց մի արեք, կամ գումար վճարեք, ասում այ որ գումար տանք կդզվեր, հա, բա մարդուն իր ապրելու կոմֆորտին վնաս ես տալի, չես ուզում գումար տաս։ Բա դա հիմա վարչական դատարանն եք, տվեն չի վարչական դատարանում ֆինանսական հաշտարար կա, հազար ու մի հարց կա, գումարով չի լուծվում։ Մարդու հողը փակում ես, վճարում ես կոմպենսացիա։ Բայց շահ պետք է լինի, դու ինչի շահով չես եկես արկում։ Կապիկություն անելը, որն ասում է թող դատարանը որոշի։ Այդ դատարանները այսօր հասկանում եք, որ բոլորի իշխանության տակ է։ Այդ ֆիրմաները Նիկոլի կպած ֆիրմաներ են, լեզ չբացեց, էլի այն նույն ֆիրմաներն են, որոնք շենքեր են սարքում, մարդկանց գցում են, ունգնում մարդիկ են մեռնում, տիրություն անող չկա։ Բա ո՞նց եք նախատեսում։ Համ դու եւ դուրս ես գալի լրագրողների մոտ, ասում է շոու եք սարքել։ Ախր ոչ գիտես պատճառը, ոչ գիտես այդ մարդկանց օգնելու են թե չէ։ Ոչ գիտես կոյուղին ոնց անցնելու, ոչ գիտես այդ մարդիկ ինչ են ուզում իշխանի դիմաց։ Եկել ես ասում ես դուք ինչ շանտաժ եք անում։ Հենց մենակ իրավաբան այդ բարձր հայտարարության համար կարելի է նորից դատի դիմել, որ փոխանակ կա մարդկանց հետ խոսալու լրագրողների դեմը, հենց դու մուտիլովկա ես անում, դու շանտաժ չես անում, քո արածը մոլորություն է, մուտիլովկա։ Նայում ես մարդու զարմանում ես, ռոզի տարիքով տղա է, ռոզի գրական է խոսում, բայց կա խոսքը ապուշություն, այ մարդ Նիկոլից տարբերվեք մի քիչ, իր նման հիմարություններ մի խոսեք։ Այ քեզ բան, ասում որ տուն տայինք չէր բողոքի, ասում չէ, ահա տեսար որ շանտաժ ես անում։ Իե։ Լավ է, չէ, մարդու տուն ուզում եք քանդեք, փակեք ամեն ինչ անեք, բայց տուն չտակ, ասում հենց տուն տանք չես ողոքի, ասում չէ, ահա շանտաժ է։ Իա, լուրջ։
Հիմա այդ նույն բանն է, ոնց որ մեքենայով գամ, քո մեքենայի դեմը փակեմ քո բակում, հա, այլ ես ասես ավտոն քաշես եմ չեմ քաշի։ Ասեմ ախպեր արի քեզ $10,000 փող տամ, կողքով ճամփա բացի կնա, դու ասես հա համաձայն, հոп շանտաժ ես անում, դու ինձ 10,000 փող ես ուզում։ Շանակեմ են, նայում ես, վատանում ես, այմար, քեզ իրավաբանի կոչում ով է տվել, ով է այդ ֆիրման, որ վարձել է քեզ, այդ ֆիրման, հենց վաղը կբացեմ այդ ֆիրմայի էլի կեղտոտ թղթերը կհանեմ, ով է որ սենց գործի ծանտերակ մարդ է բերում։ Մա ես եկել եմ պատասխան տամ, ինչի համար ասես ոչ մի բան չգիտեմ, ինչ են անելու։ Որ չգիտես ինչ ես եկե պատասխան տաս։ Մարդիկ կանգնած բողոքում են հարյուրավոր մարդկան հանում գցում եք դուս, անկապ շենքեր եք սարքելու, մենք արդեն տեսել ենք Երևանի գլխին ինչ եք սարքում։ Քաղաքը, որ սարքում եք ամառը պլյուս 50-55 առնելու, այս տարի, գոնե կարողանալու եք տակից ելնեք, անտառները կտրեց են Բեգոյան, Թուրքի լամուկը, ծառերի եղերն արեց, մի ամսում, երկու ամսում կտնգենք, 4 ամիս անց է բուսաբանականի ուրա տնկած ծառը, Բեգոյան, էջդ բացում ենք, 2 հատ պուրակի, 4 հատ 8 հատ ծառ ես նկարում գցում, Բեգոյան ուրա տնկածները, դու դատվելու ես Բեգոյան, դու դատվելու ես քո ընչաքաղցության, իշխանատենչության և Նիկոլ Փաշինյանին ստրուկ լինելու աննախադեպ ցանկության համար, ես քո մասին ամեն ինչ գիտեմ, դու լավ գիտես, ոնց է եղել, ինչ է սարել, խի է սարել եւ այլն, ամեն ինչ կգա ժամանակը գեղեցիկ sense կդնենք դեմդ, որը տենց շունչը դառնա Սավինյանի։ Անցնենք հաջորդին, ուզում եմ ներկայացնել մեր Սփյուռքի ապրող, Ռուսաստանի ապրող հայերի բողոքը, ուրեմն հարգելիներս, Ռուսաստանի ապրող հայեր, ովքեր որ Հայաստանից մարդուն տանում եք աշխատացնելու, բայց փողը չեք տալիս։ Գոնե դուք տեղյակ եք, որ այդ խոսակցությունը կհասնի ինձի ու շատ ինձ կհասնի ու շատ ցավոտ պատասխաններ կստանաք։ Հա? Հեսա բացեմ, հասցեով ասեմ ով է։ Մոսկվայի Մարս։ Հեսա։ Կոդը խփեմ մի անգամից բացվի։ Մոսկվայի Մարս։ Քաղաք Կոլոմնա, թե Կոլոմնա քաղաք, պարկ 50-ամյակի հաղթանակի պարկում, աշխատող, հայերի խումբ, Երևանից մեկը Թորգոմ անունով, մարդկանց բերում եք Երևանից, ինքնաթիռի փող կտանք, այս կտանք, այն կտանք, աշխատացնում եք ձեր մոտ, պարզվում է, որ ամեն ինչի փողը հանում եք, պարզվում է, որ այդ մարդկանց պետք է փող տաք, 80,000 փող եք խոսք տալիս, 10,000 ռուբլի տալիս եք, մարդիկ տեսում եք, որ հելում են, ասում են 10,000 տալիս եք, ասում եք գնա Թորգոմ, դու Երևանցի տղա ես, բայց չես մտածում, որ մի օր ամեն ինչը կփոխվի ու քո ես բարդակության դիմաց, քեզ Ռուսաստանի կամ հայերը կպատժեն կամ հետ կպահանջեն Հայաստան։ Չէ, ինչ է նշանակում մարդկանց տանել, իր մոտ աշխատացնել, փող չտալ։ Խաբել տանել ամեն ինչ կտանք չտալ։ Էս ի՞նչ է նշանակում։ Բան եք տառը, Ռուսաստանեն փնթի Շահումյանցիկից եք տառը, են Կարո Վլադիմիրիչ բանեն լուսնար մուսնարի, հա, մարդկանց բերում աշխատացնում պասպորտը վերցնում են, 1000 ռուբլ են տալի, ասում են դավայ հելար, հա, կամ էտե չեն տալիս, ասում են պակասորդ ես տվել։ Թորգոմ, ուրեմն ես դեռ ոչ մի ավել բառ չեմ ասում, ուրեմն տիրություն ես անում առաջինը, մարդկանց փողերը տալիս ես, նույնիսկ տղեկի, ես լուրջ եմ ասում, երկրորդը, քո պահած խոպանջիներից, Շիրակի ապրողներ, շատ զգուշեղեք ինձից, Գևորգ կանոնով հատկապես, Շիրակի մարզից, Գևորգ հատ գյուղով տնով կգտնեմ, խայտարը կլնես, մոտենում ես, դուխը չի պատում ռուս փնթի աղջիկների վրա, մոտենում ես հայ խոհարարին բանին, աղջկան փորձում ես ձեռքցել, լկտություն անես, հետո քեզ պատժում են տեղի տղեկ, հա? Այս դու քանի գլխի տերես, այ գեղցի ոչիլ, որ դու պետք է եթաս Ռուսաստան հայի վրա փորձես լկտի պահվածքը, հա? Դու քեզ քանի գլխանոց տեղ ես տրի, արա։ Ուրեմն Կոլոմնա աշխատող այդ այգու մեջ, 50-ամյակի այգու մեջ աշխատող։ Գևոր, էլի եմ կրկնում։ Քեզ պահում ես խոտից ցածր, գետնի հողից բարձր։ Նայ կամ Ռուսաստանում քեզ կպատժեն ավելի ցավոտ, կամ Հայաստանում, կամ որտեղ հաղթնես։ Ես ինչ լկտի ձև, արա Հայաստանի քաղաքացու վրա եկեք, հո։ Ուրիշները գնում են Ռուսաստան աշները գցած ալքաշների, հետևների կնիկների հարբած, որտեղ բռնում են գերեզմանի մեջ եւ այլն հարց են լուծում, դու եկել ես հայերի վրա, ա դու խտպատում, այ ոչի։ Թե ինձ ես անում, որ Շիրակի մարդ գյուղ տնով խայտարա կլնես, որ հայրենիք չգաս, այն մի հատ
մաստարեցի կար, որ թաղեցի Գերմանիայում ապրող, ուզում ես այտենց է լիք վիճակը։ Դու անասուն չես, արա, եկքա մարդ ես։ Նայից գուշացում եմ, ճանապարհը գտնում ես, մարդկանց գտնում ես, այդ ու մոտները չոքում ներողություն ես խնդրում։ Չեղավ, Գևորգ, դու երանի կտաս, որ դու անունը դառնա Մուստաֆա Քեմալ։ Ես ես լուրջ եմ ասում, հայ բառից կհեռանաս, նայի այգու մեջ մարդիկ կուղարկեմ, կգան կհանենք, սատ կսնենք կոլեկտիվ պահվածքի համար։ Ես բաց եմ ասում, էսի ոչ թե ուլտիմատում, այլ իրականություն է, լավ եմ անում, որտեղ այն հայը, որը պետք է հայի վրա փորձին շուտ բան անել, այն ուրեմն լրբի տղա է, գնացել ես խոպան, որ հայերի վրա բան անես, արա։ Այ ոչիլ, դու գնացել ես տունը հաց տաս, թե հայերի վրա գործ բաներ անես, լկտություն։ Այսենց եք անում, հետո որ բան են անում, դու ասա, խփում են, հետո ասում են ամեղ տղա էր, տենաս ինչի խփին։ Այդ մեկ խոպանները մեռել եմ ասելով, չէ, խոպանի համար մարդ ունեցիք ցույց էին անում, բան չի ցույցը չէ լավ հայրենիքի համար, կյանքում հայրենիքի համար ծառայող չտված մարդ ունին, միշտ խոպան չի ու գործ տվող, ցույց արին, որ այդ ռուսի հոգնած ռուսների հետևներին հասնեն, ալքաշուսիֆիլիս։ Նույնն էլ է Շիրակի մարզի, ոչ ու բարով այտենց բարեկամները մենք ունենք, սատկան գնացին, բախեկը տենց անում, գնա տանդ համար հաց առ, ոչ թե գնա հայերի վրա քո ուզած արա։ Անցնենք միջազգային թեմաներին, չեմ ուզում ես այլասերվածների ջուր ընկնեմ, քանի որ եթե որ բերանս բացեցի, ասել եմ գտնել կտամ հատ, հենց այդ ափին կարծեմ գետ կան, այ գետի մեջ քեզ բանը սատանեքը կնքել չտան, սատանական հողով, գլուխդ կողեն, ջրի մեջ խեղդպես հանեն, այ քեզ բան արա, ամեն ինչ տեսել ենք, բայց այս կարգի լկտություն չեք տեսել, տեսել ենք, որ խոպանջիները, լեզուները քցած գեղցիկ ինչքան գյուղերում սիֆիլիս սպիտկա հետևներից լպստելով ման են գալի, բայց որ հային մոտենան չեք տեսել, հələ դու ինքնասիրություն չունես, ազգություն չունես, թե չես թվում գնացել ես խոպան, վсё ազատություն ա քո համար։ Նայ ասում եմ, այդ այգու ծառերի տակ հուշարձան չդառնաս անտեր հերոսի։ Անցնենք հաջորդին։ Անցնենք միջազգային լուրերին, հատկապես ուզում եմ անդրադառնալ Մոսկվայի լուրերին։ Նախ ասեմ ձեզ, որ հայտարարեց Ռուսաստանը, որ պայթած ինքնաթիռների քանակը ոչ թե 40-ն է, այլ 41։ Տեսեք կենացները քաղցրում են։ Փրփրածա ասում են, ես իմիշ պատասխան կտամ, ես կտամ, են կտամ։ Ատոմային տրիադան Ռուսաստանի գոյություն չունի այսօր։ Բառացի։ Այսինքն ինքը կար ատոմային հրթիռով խփի, բայց ինքնաթիռը, որը ճշգրիտ պետք է տանի գցի, չկա գոյություն չունի։ Եթե մի հատ կա, դա Պուտինի հետ է թռնում, որ Պուտինին չսատկացնեն։ Հիմա այս վիճակում Ռուսաստանի հետ բացարձակ սկսել են եզը, որ ընկնում է դանակավորը շատ արմա։ Սկսվել է եվրոպական երկրների, հատկապես Անգլիայի բացարձակ հայտարարությունները, որ մենք զինվում ենք պատերազմի Ռուսաստանի դիմաց։ Սա այսպես։ Հիմա շարունակությունն եմ ասում, թուրքերը գցեն ռուսներին։ Ադրբեջանը տեսնելով, որ ինքնաթիռները պայթեցրին ու ռուսը ոչինչ չի կարմանի, գիշերը թռել է Իսպանիա, գնաց ասել է Եվրոպական ոտի եղունգները կրծելով կդրեմ, ես ձեզ գազ ավել կտամ ձրի, մենակ ինձ մի հանեք։ Ու այսօր եկի առավոտ ասում է, դա Մոսկվային դեմ չի։ Եթե թե Մոսկվան դրանից կներվի թե չի ներվի, ես հիացած եմ, որ հերթական անգամ Պուտինի նման կենթանին կաքցվեց էլի թուրքական կողմից։ Ինքը միշտ պաշտպանեց թուրքերին, ամեն ինչ արեց, հայերին կոտորեց թուրքերի հետ, ռուսական Z-V տանկերով, զինվորներով կոտորում էին հայերին, ռուսական ցերկոններով խփեցին, Շուշիին սպանեցին, որի կոդերը դրված է, Ալիևի նկարը կա, ձեռքը կա, այդ կոդը համապատասխանում է ցերկոնին, ոչ թե խփել է Իսկենդերով, խփել է Կասպից ծովի վրայից, նավի վրայից, Շուշիին, որ հայերը չէին անցնում, ամեն ինչ նվեր տվին, հայերին էլ ասում էին ձեզովա բանի տեղ դնելու, դուք մեռնելու եք, դուք սատկելու եք, դուք Ռուսաստանի գավառ եք, մենք ենք ձեզ շանտեղ դնելու եւ այլն, այսպիսի բաներից։ Հետո հիմա դուրս է գալիս, որ ձեր եղբայր Ադրբեջանը ձեզ շանտեղ չի դնում, տակից թռավ, գնաց Եվրոպա։ Եվրոպայի հետ նվեր պայմանագիր ա կնքե, օրական 20 թե 30,000 խորանարդ գազի նվերով։ Նվեր, պատկերացնում եք, նվեր գազ է տալու, 1 միլիոն ամիսը մոտավորապես տես փող է գալի, 1 միլիոն խորանարդ նվեր գազ, որ այնքան որ վերցնեն, բա դուք այսքան լավն եք, թուրքերը ձեզ գցին ձեր աղբերները,
Ադրբեջանը գցեց, բայց ինչ եք անելու։ Ու սրանք էլ դեռ Հայաստանում կան մասսա, որ մտածում է Քոչարյան Սերժ կամ Նիկոլ կամ Լևոն, որ ռուսը պետք է Հայաստանը պաշտպանի, հա։ Ռուսը պետք է Հայաստանը պաշտպանի, ռուսը թող իր տունը պաշտպանի։ Ռուսը թող իր տունը պաշտպանի, որ մինչև Ամուրսկ չհասնի ԱԹՍ-ները։ Ռուսը թող իր տունը պաշտպանի, որ այսօրվա դրությամբ Ղրիմի վրա մասսայական պայթյունները կամուրջի եւ մնացածի վրա։ Թող ինքը իր տունը պաշտպանի, իրեն ոչ մեկ չէր ասում 17.075.200 քառակուսի կիլոմետր հսկայական տարածքը, որը աշխարհի մոտավորապես գալիս է 1/9-ը, հա, 1/9-ը։ Գալիս է աշխարհի 145 միլիոն աշխարհի ցամաքը, Ռուսաստանը 17 միլիոն 75.200 քառակուսի։ Ռուսաստանը տիրում է աշխարհի 1/9-ին, փոխանակ իր երկիրը ծաղկացնի։ Տեսնում ես ավերակներ Սիբիրում 120,000 դատարկ գյուղ, 18-ից 20 10-ից մինչև 30,000-ից դատարկ քաղաքներ, բոլոր բնակչության անկում փախուստ, Ռուսաստանը այսօր բանանում պատերազմում բոլորի դեմը լի մի բան է Հայաստանին ուլտիմատում է տալու։ Մի քիչ յուղոտ չես վերցրի քո վրա Ռուսաստան։ Ու այն մարդը, որ այսօրվա դրությամբ փորձում է ասի, թե հանգարցակի Ռուսաստանն է միակ փրկիչը, նա խիստ մոլորված է, վիրավորանք չեմ ասում։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին բոլորին, ովքեր կարող են, ովքեր ցանկություն ունեն, ովքեր ունեն հնարավորություն երկիրը լքեք, ցանկացած ճանապարհով պարտադիր չի Հայաստան։ Ես միշտ ասել եմ, կոպեկը թանկ չի, քան ձեր երեխայի արյունը։ Կարճ կոնկրետ։ Հաջորդը ուզում եմ շարունակել մեկ այլ հարցի համար, որ Թուրքիայում էլի Մուղլիա, Կիլիկիայում եղել է հզոր երկրաշարժ 5.8, 5.9 մագնիտուդով, որը հավասար է 7 բալի։ Չնայած Թուրքիան ասում է, ոչինչ չի ավերվել, մենք լավ հասկանում ենք ինչա, թե Զյումյուրնիայի մոտի հսկայական հրդեհները, որոնք հյուրանոցները դուրս են գալիս, հաշվի առնելով, որ կրակը հասնում է, երկրորդը հարվում են, երրորդը ժողովուրդը վախենում է, այսօր տվադրությամբ Անտալիայի 294 հյուրանոցից 174-ը փակել են իբր ստուգում, բայց իրականացումը կատարվում է, որ հրդեհներից հետո ոչ մի հյուրանոց իր գործողությունները չի կատարել, մի խոսքով անսարք վիճակում է, եւ մեկ այլ հարց։ Հիմա տեսեք, ասում եք ապրի Էրդողանը իր ազգի համար, ինչպես որ ասում եք Պյուտինն է իր ազգի համար, որը սուտ է։ Հարց. ինչի ստուգումը չէր գնում մարտ ամսին, չէ՞ որ մարտ ամսին կրակ չկար, երեք չի եղել, չէ՞։ Հա, հիմա անտառները վառվում են նոր։ Ինչի ստուգումը Անտալիայի չէր գնում փետրվարին, մարտին, ապրիլին, մայիսին սկսել է հունիսից ու փակել են այս տուրիստական սեզոնին քաղաքի փաստորեն 70%-ը փակա։ Ումա վնաս գնալու բնական է թուրք ժողովրդին, այնպես որ Էրդողանին ասել թուրք ազգի հերոս դերասանություն է, քանի որ Էրդողանն է սև ուժերի հրամանով Թուրքիան է քանդում։ Բրավո, ես 2 ձեռով կողմեմ, ծափ եմ տալիս։ Եվ այս ամբողջ գործողություններից հետո երևում է, թե ինչ է կատարվում իրականում։ Հաղորդման երրորդ մասում ես կանդրադառնամ հիմնականում պատմական բացահայտումներին, որովհետև ես սիրում եմ բացահայտել, անկախ նրանից ինչը իրենից ներկայացնում է պատմությունը եւ ում է վերաբերվում։ Ես բացահայտել եմ բոլոր երկրների գաղութատիրական պատմությունները եւ զուգահեռներ եմ անցկացրել։ Հիմա մի երկու նոր հայտ փաստերով էլի զուգահեռներ կանցկացնեմ։ Խոսքս վերաբերվում է, ես ժամանակին այս մասին ասել եմ, ռուսական մոսկովյան թագավորության կամ մեծ իշխանությանը, որը իր ավերածությունները եւ կործանումը կատարելով փորձել է քողարկել ամբողջը։ Շատ զարմանալի է։ Հիշեցնեմ ձեզ, որ Նովգորոդի հանրապետությունը, որը ոչ մեկ չէր ասում ռուսների պետություն, ինչպես որ չէին ասում մոսկովյան ռուսների պետություն, մոսկալներ մոշկացեղեր, Կիևն էր միայն ռուս, բայց այս երկուսը իրար հետ փորձում են ասել, որ իրենք ապագա ռուսներն են։ Նախ Նովգորոդի հանրապետության մասին ասել են, որ ինքը գտնվում էր Հանձեյան միության մեջ, եվրոպական քաղաքի Լյուբեկի հանձա քաղաքների, որոնք պրիմիտիվ եվրոպական միության ձևներ, այսինքն 13 քաղաք 9 պետության, հետագայում ավելի շատացան, իրար հետ առանց մաքս առևտուր էին անում, մեկի կնիքը մյուսի մոտ անցնում էր եւ դրանց մեջ մտավ Նովգորոդը, բայց Նովգորոդը ոչ թե մտավ իշխող, որպես գերմանական իշխող քաղաքների պես կամ շվեդական, ինքը մտավ որպես երկրորդական սորտ, այսինքն
Ինքը ապրանք չէր կարող արտահանել Եվրոպա, իր ապրանքը արտահանում էին եվրոպական առևտրականները, բայց եվրոպացիները հեղեղում էին ապրանքով։ Եվ այդ ժամանակ էլի եմ կրկնում, ասել եմ, քանի որ սառնարաններ չկար, աշխարհի ամենաթանկ բանը դա աղն էր, սոլդ, որից էլ առաջացավ սոլդատ բառը, այսինքն աղը վերահսկողներ, հետագայում ով ուներ շատ աղ, նա էր վերահսկում, որտեղ սառնարաններ չկար, միսը ձուկը փչանում էին։ Պարզ է։ Եվ հենց սառնարանների այս քաղաքականությունը, որը աղը դարձավ իշխող միջոց, աղը դարձավ հարստություն պետությունների կառավարելու, Նովգորոդը ուներ աղի հանքեր, որը տվել էր ջհուդ մասոն Ստրոգանովներին։ Եվ այս Ստրոգանովներին էլ Նովգորոդի իշխանությունը անընդհատ լայն ազատություն էր տալիս, թե գնացեք Սիբիրը գրավեք։ Ինքը նախ Սիբիր գրավելու մասին չէր ասում էր գնացեք այդ քոչվոր ազգերից բերեք մուշտակ, քանի որ այն ժամանակ Եվրոպան շատ ավելի ցուրտ էր հիմիկվանից մի քանի անգամ, մուշտակը մեծ անհրաժեշտություն էր եւ մուշտակները ծախում էին վալյուտա էր։ Եվ շատ անգամ, ինչպես ներկայացնում են Ուրալն էլ որպես քարի պատ, Կարպատի նույն ձևը քարի պատ, քարից այն կողմ արշավում էին մինչև Յուգրայի, այսօրվա Խանտի-Մանսիների պետության տարած եւ այնտեղից այդտեղ ապրող ցեղերից կարողանում էին անընդհատ պատերազմի միջոցով կամ խլել, կամ հետագայում պայմանավորվում էին գնել, կամ պայմանավորվում էին որպես, եթե պարտված էին լինում, վրաները հարկ դնել, որպեսզի մուշտակ ստանային ամեն մեկ մարդուց, ասել եմ, խայտառակություն այն ժամանակ կենդանի մեկ սոբոր եւ երկու նորկա, որը պետք է բռնեին, հասկանում եք, այն ժամանակներում տենց հեշտ չէր բռնելը։ Սա ահռելի թիվ էր, որից կարային մարդիկ սովից մահանային։ Մի խոսքով, այս ամբողջ ինչի եմ ես ասում, քանի որ շատ հետաքրքիր դեպքեր աշխարհում միանման են լինում։ Եվ Մոսկվայում, որը շատ տարօրինակ կերպով հայտնված, ոչ թե Ռուսի հետ կապ չունեցող Իվան III ռուսական ցարը կատարում է պատժելու գործողությունները հիմնականում ոչ թե Իվան Ահեղը, նախ Իվան Ահեղի համար էլ ասեմ, որ Իվան Ահեղի կերպարը ուռճացված է, Իվան Ահեղը իրականում այդպիսի առնախում չի եղել, նույնիսկ շատ հարցերում փախած է, ես մասին խոսել եմ, չէ՞, թե Դրակուլայի, թե մեր Նժդեի, ովքեր փորձել են ավելի ճշգրիտ բան անել, նրանց սևացրել են։ Իսկ ովքեր սև են արել, Պյոտրը, Եկատերինա սարքել են աստվածներ։ Իվան Ահեղի գործողությունները անընդհատ պայքարամղը Ոսկե Հորդան դեռ այն ժամանակ կար։ Ուղղակի կոչվում էր արդեն Ոսկե Հորդան բաժանվել էր երկու մոնղոլ եղբոր մեջ, մեկը Սիբիրյան խանություն էր դառել, մյուսը Ոսկե Հորդա հարավային խանություն։ Չնայած պարբերաբար իրար դեմել էին կռվում, գրավում էին ամբողջ Ոսկե Հորդայի տարածքը, բայց շատ զարմանալի պատկեր է լինում, որ 1491 թվականին վերջնական հաղթանակ է տանում, որը ճանապարհ է բացում, որ Իվանը իր զինվորներին կամ մի խումբ կամ վարձկանների խումբ, որոնց ֆինանսավորը Ստրոգանովներ, իրականում ասում են կազակ Երմակ, որի մասին խոսել եմ, Երմակ թե Գերման, սա հայտնի չի, ինքը ռուս էր թե ինչ ազգ ոչ մեկ չգիտեր, այդ սուտ Երմակ Տիմոֆեևիչ պատմական հեքիաթներով արշավում, այսինքն ինքը իրականում չի արշավում, հանցագործ խումբ, թալանի խումբ, ոնց որ ռազմետկա թալանչիների, ոնց որ մոնղոլներն են անում, անցնում են կողմ դեպի Սիբիրի կողմ։ Իսկ այդ ժամանակվա մայրաքաղաքը Սիբիրի խանության Տյումեններ, հա, իսկ ռուսները, որ արդեն գրավեցին, մայրաքաղաքը սարքեցին Տաբոլսկ, այս մասին գիտեք, բայց այսպեսի մի հատ հետաքրքիր բան, 1491-92 թվական, վերջնականապես հաղթանակ թաթարների դեմ եւ արշավանք։ Շատ տարօրինակ թիվ չի ժողովուրդ ջան, 1492 թվական Քրիստոֆոր Կոլումբոս նոր ճանապարհների բացահայտում, նոր երկրների բացահայտում։ Այդ ոնց է լինում, որ Ժան Տախտը, ես պատմել եմ, իրար հետ հավասար թվերով են գցում, անգլիացիներն ու իսպանացիները գցում են հնդկացիներին Ժան Տախտ, վերացնելու համար ֆրանսիացիներն էլ նույնպես եւ ռուսներն էլ նույնպես։ Այդտենց զարմանալի բան լինում է աշխարհում։ Ժան Տախտը հավասար օրերի ժամերի մի տարի տարբերությամբ օվկիանոս 10-ից այն ժամանակ օվկիանոսը 8 ժամում չէին անցնում, 3-4-5 ամսում էին անցնում եւ հասնեին մինչեւ բնակավայրերը։ Գցում են Ժան Տախտ։ Այդ նույն օրով, նույն կտարով սկսվում է ճանապարհորդությունները։ Ինչն է իրականը ներկայացնում։ Ներկայացնում է հետագայում Նովգորոդն է կպցնելով եւ սարքելով ռուս, որ այս ամբողջ պատմության մեջ հորինվածքը այնքան մեծ է, որ թվերի վրա այդքան էլ չեն մտածել։
թվերի վրա չեն մտածել, նախ պատմականորեն, եթե մենք վերցնում ենք Ռուսաստանի տարածքը որպես ռուս, հա, չի եղել ռուս բառը, եղել է մոսկալներ, եղել է Նովգորոդի հանրապետություն, ազգություն չի եղել, ուրա մի հատ ազգություն ցույց տվեք, եւ Կիևյան Ռուս, Կիևյան ռուս է եղել, բայց ուրա ցույց տվեք մի հատ ազգություն, որը կոչվել է ռուս, չկա, այսինքն Մոսկվայի մոշկալների պետությունը դա միֆ է, միֆը ինքը եղել է մոշկալների պետություն, այդտեղ ռուսներ չի եղել։ Հետագայում նաև ուրեմն այդ ճանապարհով շատ տարօրինակ է, որ ճանապարհով որ ռուսները գնացին, նույն թվին նաև հաջորդ ճանապարհորդությունը, մինչև այդ որ արդեն բանի Նովգորոդի հանրապետությունը գնում էր դեպի Ուրալ, քարից այն կողմ, մեծ քարերից այն կողմ, այդ ժամանակ Մարկո Պոլոն հարավով գնում էր դեպի Չինաստանի մայրաքաղաք։ Զարմանալի է, լավ, այդ բոլոր կենտրոնների ղեկավարությունը թվերով, արշավանքներով, օրերով, տարածքով նույն րոպեն ոնց էին բռնացնում, այն ժամանակ ոչ Wi-Fi կար, ոչ եսիմ հեռախոս կար սոտովի բջջային, ոչ էլ կարող էին ճշտել իրար հետ։ Ոնց ալու որ աշխարհի տարբեր մայրցամաքներից Մարկո Պոլոն էլ դե ես ասել եմ ոչ թե ինքը ճանապարհորդ հետեղը, ինքը իրականում Հռոմի պապի հատուկ ծածկված հետախույզներ Ինչ էին անում մարդիկ, նույնը Ռուսաստանում եղող Ստրոգանովների ցեղի հենց այդ մասոնական ցեղի մեջ, որ ինչ էին անում, նրանք գտնում էին նոր երկրներ, հետևից զորքերը գնում էին կոտորելու եւ գրավելու։ Եվ կոտորանցների մասին ասեմ շատ հետաքրքիր։ Այն թվականին, որ իսպանացիները սկսեցին կոնկիստադորները կոտորել Լատինական Ամերիկայի ժողովուրդներին, թագավորներին մորթել, կախել, երկիրը վառել, պալատը վառել, հիվանդություններ գցել եւ վերցնել, զարմանալիորեն թվերով դրեք նույն թվին, նույն ժամանակ Սիբիրի խանության մնացած տեղերի ռուսները որ մտնում են դեպի մինչև Յակուտսկ եւ այլն, Յակուտիայի եւ այլն ժողովրդին, նույն թվերին, նույն ժամերին, նույն օրերին մարդկանց վառում են, հիվանդացնում են, քաղաքը վառում են եւ այլն։ Բայց ռուսական պատմության մեջ իր գրավումը չկա ուրիշների։ Ինչ է գրված։ Երմակը գնաց եւ ցեղերը համաձայնվեցին միանան իրեն։ Յա լուրջ։ Այդ ինչի մի հատ պատմություն չկա։ Ռուսները հիանում են, անընդհատ շեշտում են, Ամերիկայում հնդկացիներին ճնշել են, էս են արել, կինոներ են հանում, էս են, թե կոմեդիա, թե լուրջ, Վինիտու, Մինիտու, տարբեր կինոներ, սովետական մարդ կապուցիների փողոցի ճնշում կռիվ, գրքեր են գրում եւ այլն, բայց ինչի իրանց մասին չկա։ Դե մի հատ ֆիլմ ցույց տվեք, որ յակուտներին ռուսները կոտորել են, իմիջիալոց շարել են կա, ինչ է եղել։ Քանի որ ռուսական զինվորները, որոնք գնում էին բոլորը առանց կին էին, չէ, կազակը մյուսները, նրանք այնտեղ ամուսնանալու էին կամ ծոցը քնելու էին այլ ազգիների։ Եվ եկեղեցին ասում է, ասես ոնց կլինի, սատանիզմ եք անում։ Բռնում են, եւ այս կանանց ստիպողաբար սարքում են քրիստոնյա։ Իմիջիալոց քրիստոնյա դարձնելը ստիպողաբար պետք է չլինի, բայց ստիպողաբար քրիստոնեություն մենք տեսնում ենք տարբեր դարերում իսպանացի կոնկիստադորների եւ ռուսների կողմից, բայց հետագայում իսպանացիները ձևական մի հատ դատ են անում, որ չի կարելի մարդուն կրոնը ստիպել, եթե կցանկանա թող դառնա նույն ձևի, նույն ժամանակ Ռուսաստանում առանց դատի օրենք է լինում, բայց այսպեսի ձևակերպած Եթե մարդկանց դուք տեսեք սրանց տարբերությունը որն է, քանի որ ռուսները մոնղոլների պես եսակ, այսինքն գլխագին էին սահմանել ցանկացած ոչ ռուսի հանդեպ, ոչ իրենց ուզած մոսկալի հանդեպ, այսպես ասեմ, դուրս է գալիս, որ ով եսակ պետք է տար այդ Սամուրի մորթին եւ այլն, ինչքան իրան քրիստոնյայի սարքում, այնքան եսակ տվողը քչանում է, չհաշված քանի 100,000-ներով մարդ են սպանել։ Բարձր չէ, պատկերացեք, եթե մտել են գրավելու, ընդունենք Սիբիրում ապրում է 1 միլիոն մարդ, ասենք 200,000-ին սպանել են։ 800,000-ը պետք է եսակ տան, բռնի 800,000-ից 100,000-ին սարքի քրիստոնյալ, մա 700,000, եկես ձեռ չի տալիս։ Դրա համար նույնիսկ մարդիկ, ասում ենք, աղաչում էին, ծնկաչոք գալիս էին, որ սպանում էին ընտանիքներին, մոսկալները ծնկաչոք գալի, խնդրում էին քրիստոնյա դառնան, որ չսպանվեն, էլի եկեղեցին չէր թողում, մեր դու լրիվ չես մաքրվել, դու մինչև եսակները չտաս, մենք չենք որոշի։ Հետո քեզ ռուսական եկեղեցու դեմքը արխիվներից։ Այսինքն մարդը չոքած գալիս է որ քրիստոնյա դառնաս, ես քեզ չեմ հավատում։ Դու գնա 100 հատ փողով է ծախում, էլի այսօրվա Նիկոլի բանակի պատմությունա գնա մի 100 հատ սոբոլի բան բեր, մորթի բեր հավատա։ Պարզա, չէ՞։ Այս էլ սրանց ապականվածության տարբերակը, որ ես միշտ ասում եմ։ Եվ երկար ժամանակ քրիստոնեություն չեն թողում մարդկանց, մինչև որ չեկավ Պյոտրը, դե բնականաբար Պյոտրին սպանեցին, եկավ Հանսը,
Պյոտրի փոխարեն իր դեմքով, բայց Մասոն Հանսը հաստատեց, որ բոլորը կայսրի ժողովուրդ են, պետք է ենթարկվեն կայսրին եւ մասսայական քրիստոնեություն բոլորին, երկրորդ անգամ արդեն կոտորածի միջոցով։ Եվ այն որ կոչում են սիլկա, սիլկան հասկանում եք ինչ է նշանակում, ուղարկել ռուսները նոր երկրներում, որպեսզի կարողանային ղեկավարել, շատ ռուսներ էին ուղարկում, մոսկալներ էին ուղարկում, ապրելու մոսկալները։ Ապրելու էին ուղարկում, իսկ այդ սիլկեքը, որ ասում են, հենց այդ Սիլիայից բառից է, ուղարկում են, թե սրանք շատ երեխա էին ունենում, չէ՞։ Աշխարհի այն ժամանակ 12, 14, 20, 25, ասում եմ, 1854 թվականին Գինեսի գիրքը գծվել է մինչև այսօր մի կին, որը ունեցել է ռուս 57 երեխա։ Դրա համար այն ազգերի դեմ դուրս էին գալիս, խաներին կախում եւ այլն, ստիպված փորձում էին հետները համատեղվեին։ Ամբողջ պատմության մեջ ես ասել եմ Ռուսաստանի, որ մեկ դեպք չկա, մեկ դեպք, որ ռուսները գրավեն չուկչաների կամ նրանցից վերցնեն ինչ-որ եսակ կամ турք, ընդհակառակը միշտ չուկչաներն են սպանելով ռուսներին եւ մյուսներին турք վերցրել, նույնիսկ ասել են, որ ռուսները ստիպված բերում էին տարեկան փող, նվեր, ամեն ինչ էին տալիս ամեն ամիս, որ չուկչաները միայն թույլ տան ռուսական դրոշը լինի, որ անգլիացիները չարձակվեն։ Ահա այսպիսի պատմություն էի ուզում ձեզ պատմեի ռուսական պատմության խորքերից, հարգելիներս։ Ես էլ եմ ասում, ես կարող եմ հսկայական երկար պատմել համեմատություններ, զուգահեռներ, որ դուք տեսնեք իրական դեմքը, բայց այսօրվա դրությամբ դուրս է գալիս, նույնիսկ շատ բառերի, խոսքերի, կառավարման միջոցների միջոցով, որ փոխվում են իբր ռուսական, ախր ռուսական ինչ կար, որ իրենք ռուս հայտարարեցին։ Ոչինչ, այսինքն այս չարիքի ստեղծած պետությունը, որը պայմանական կոչեցին ռուս, սան հենց արեցին, որ մարդկանց ցավ պատճառեն բոլոր ազգերին, ոչ միայն հայերին, հույներին, մյուսներին, այլ երկրում ապրող բոլոր ազգերին։ Ես կրկնել եմ, այս կայսրության մեջ այսօրվա դրությամբ տարբեր թիվ եք ասում, 6.7, 7.7, 7.8 միլիոն հայ է ապրում եւ 20 միլիոն արդեն զուլված հայ։ Հա, բայց հասկանում եք, նույն բյուզանդական կայսրության խաղն է, զուլենք, հետո հային հանենք հայի դեմ։ Մեռան Ռուսաստանից ինձի վատ բան գրելով։ Հələ որ մի հատ Ռուսաստանի հայի չեմ կպե, Պուտինի խաթեր մորթում են իրանց։ Սա է ցավալին հարգելիներս, եւ այն ինչ ունի սկիզբ ունենալու է վերջ։ Ռուսական սատանիստական է ստեղծված արհեստական կայսրությունը մանրամասն փոքրացվելու է կտոր, որ այլևս ինքը չմեծանա, ուրիշ տարբերակ չկա։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավ օր, հարգելիներս, հիշեք, ով հայ է, նրա մեջ Աստծո լույսն ու մասնիկը միշտ իրան պաշտպանում է։ Իսկ ով դառնում է նյութական, Աստված նրա միջից լույսը հանում է, ու դա դառնում է հերթական զոհը սատանի։ Դրա համար Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, որտեղ նրանք տականք են, զզվելի են ու ետևից խփող, Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Արդվինում, Կարինում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն։